կոնսոլիդացիան դրությանը կարող է նաև դա կանխել պարոն Ալիջանյան առաջիկա ընտրություններում, իսկ եթե չհաջողվի կոնսոլիդացիան, ինչ է սպասվում ընտրություններում։ Ես կանխատեսումների սիրահար չեմ։ Առավել եւս այսքան ամիս ընտրություններից առաջ ես կանխատեսում չեմ անել։ Միակ կանխատեսումը, որը ես կարող եմ անել եւ դա առկա է մեր հայտարարության մեջ, որ ընտրություններին քաղաքացիների շատ բարձր մասնակցությունը չափազանց կարևոր է, որովհետեւ դա կնվազեցնի իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառմամբ եւ այլ խախտումների միջոցով քվեարկությունների տեսակարարկշիռը ընդհանուր թվի մեջ, պարզ հանրահաշիվ։ Անդրադառնալով ձեր հարցի մյուս հատվածին, այն ինչ տեղի ունեցավ հունվարին, այսինքն Հայաստանը պաշտոնապես դեռ մինչև գաղտնազերծված նամակը, ընդ որում գաղտնազերծված նամակը որևէ նորություն կարծում եմ որևէ մեկի համար չհանդիսացավ, ուներ երկու խնդիր իր մեջ։ Առաջին, այո, ինքնին փաստը, որ գումար է տրամադրվելու իբր արտաքին ներգործություններից խուսափելու, բայց ինքնին ակնհայտ է, որ շատ նուրբ է սահմանը, թե երբ է ճակերտների մեջ պայքարը ներգործության մեջ դառնում ինքնին ներգործություն։ Բայց երկրորդ պատճառը այդքան ակնհայտ չէր ու ակնհայտ կլինի շուտով։ Նշանակում է Փաշինյանը ինչ անօրինություն անի մինչև ընտրություններ եւ ընտրությունների օրը, մենք մեր երկրում 50-ից ավել քաղաքաբանտարկյալ ունենք եւ այդ թիվը բացառապես աճում է։ Դա միշտ փաթեթավորվելու է արտաքին ներգործության դեմ պայքարի շղարշով։ Ու ցավը այն է, որ արտաքին գործիչների կամ արտաքին ուժերի կողմից կարծես թե արկա է կարտ բլանշ համաձայնություն աչքերը փակել եւ հալած յուղի տեղ ընդունել, որ ցանկացած անօրինություն, ցանկացած հակաժողովրդավարական արարք, ցանկացած նոր այլախոհի կամ քաղաքական գործչի բանտարկություն, կուսակցությունների եւ լրատվականների նկատմամբ արշավ, դրանք բոլորը իրենք պատրաստ են ընդունել, կարծես թե պատրաստ են ընդունել որպես իբր պայքար արտաքին ներգործության դեմ։ Իհարկե արկա են որոշակի փոքր բացառություններ։ Եվրոպայի ժողովրդական կուսակցության հայտարարությունը մի քանի տարի առաջ Արմենաշոտյանի եւ մյուս քաղաքաբանտարկյալների մասին, CDI-ի կենտրոնամետ դեմոկրատների հայտարարությունը էլի քաղաքաբանտարկյալների մասին, այս թե նախորդ օրը հրապարակված զեկույցը, որտեղ նշվում էր, որ Հայաստանը առաջին անգամ դարձել է երկիր, որտեղ լրագրողներ են ձերբակալվում, ու այսպիսի օրինակներ կան, բայց դրանք շատ քիչ են։ Կարողանա արդյոք այդ կոնսոլիդացիան դրա դեմն առնել, թե չէ, ես համարում եմ, որ միասնական ուժի դեմ ոչ մի ուժ, ոչ մի գործոն չի կարող պայքարել։ Ուստի եթե մենք կարողանանք ապահովել այդ միասնականությունը, հարցը ինքնին կլուծվի։ Խնդրեմ։